Գնում եմ բժիշկի սրտիցս լավ չեմ էլի։ Քանի տարեկան եք։ 60 եմ արդեն։ Գնում եմ բժիշկի ամեն անգամ 10-15 հազար փող են ուզում ինձնից։ Գնում եմ մտամ կոնսուլտացիան անում, երկու բառ սրտից ասում են, ասում են գնա այստեղ խմի, քննշման դեղաբան։ Աշխատում եք, աշխատավարձը ինչքան է։ Աշխատում եք, թե չէ։ Ինչքան եք ստանում աշխատավարձը։ 150 Դե հիմա եթե ձեր աշխատավարձը ենթադրում եմ, եթե ավելի բարձր է, գնացեք ձեր գործատուին ասեք 200,000-ը գրանցի, որպեսզի դառնա առողջության ապահով։ Հասկանում եմ ձեզ։ Մի հատ կարող եք դուք հրահանգել, որ ամեն ինչի համար 10-15 հազար դրամ չվերցնեք։ Տիկին Ավանեսյանը ուր է։ Տիկին Ավանեսյան թող գա էլի մի։ Եթե 150,000 փաստացի ստանում, ուրեմն շահարկող, թե մոտև 200,000-ից ավել գրանցված աշխատավարձ։ Եթե 150,000 փաստացի ստանում եք։ Միգուցե չեմ աշխատում, կամ իմ ծնողն է, կամ մեկն է։ Ինչի համար է գումարը վերցնի ինձանից։ Տիկին Ավանեսյան, տեսեք կոնսուլտացիաների բարձր գումարների մասին։ Բայց այստեղ խնդիրը գիտեք որն է, որովհետև եթե դուք առողջության ապահովագրության շահառուն եք, այդ թեմաներից արդեն կազատվում եք։ Վարչապետ, կլսեք ինձ խնդրում եմ։ Այն անգամ որ դուք մեր փողոցում եք ապրում, մի թաղից եք, գալիս եք մենք ձեզ ձեն էինք տալիս։ Դաժե որ վարձով տուն եք ման գալիս, իմ տունն էլ եք այն թվերին։ Մենք ես ձեզ լավ ճանաչում եմ, դուք էլ ինձ այդ որ հիշեք, կճանաչեք։ Հիմա խնդրում եմ ձեզ, ովքեր որ ասես թալանում են մեզ ուշադիր լսեք այդ բժշկությունը ու գնում ես երկու բառ խնդրում եմ լսեք ես ձեզ կլսեմ հարգանքով ձեզ լիքը ձեր հանդեպ հարգանքով գնում ես երկու հատ բառ ասես 10,000 տալիս ես մեկ դեղա նշանակում ասում գնա կզանգեմ էլ ոչ զանգում բայց ինչի համար ես պետք 10,000 տամ չունեմ ոչ չի բան հիմա ես որ ձեր հետ խոսում եմ ճնշում ես երևի այնքան այս հազիվ եմ խոսում Հազիվ եմ խոսում։ Բայց հիմա մենք ուզում ենք ձեզ օգնենք, մի րոպե։ Օգնեք, թող էսը նախարարը, թող գրի, հարգելիս, եթե դուք 150,000 ստանում եք, դուք շահառու եք, դուք կարաք գնաք առանց այդ ամեն ինչի, ստանաք ձեր բուժումը։ Ես ձեզ հասկանում եմ, հարգելի պարոն վարչապետ ջան։ Բանը հարկերը ներսը, չէ, 200,000։ Էսա Վարդանաս պոլիկլինիկայում եմ ես գրանցված։ Գնում եմ, ասում եմ դու գրանցումը մի շաբաթից կարող եմ մարդ ներնի ոնց։ Ասում մի շաբաթից արի, որ շուտ ես գնում։ Ասում որ 10-15 հազար տաս։ Ամեն մի կոնսուլտացիան գնում ես, նստում ես, այդ բանը ես էլ կարամ ասում, ընկեր վարչապետ ջան, ցավը տանեմ։ Հիմա ինչ անենք, ասեք, ինչ։ Էսա նախարարը ստեղա, թող մի հատ գրություն գրի, թող ինձ անվճար տանես տվեն։ Չէ, եթե վճարովի կապ չունի, ինչ կապ ունի, բա բժիշկն էլ է քաղաքացի, բա ինքը աշխատավարձ ստանա։ Ես քեզ միշտ նայում եմ, բանով, դու միշտ ոնց որ ազգի համար չխոսած։ Ես ընկեր վարչապետի հետ եմ խոսում, ես իրանք ձեզանից լավ գիտեմ։ Դեռ չխոսամ, դուք մենակ խոսում եք, չեք անում։ Հարգելի պարոն վարչապետ։ Եղբայր, տեն չի լինի, որ ամեն ինչը ձրի լինի։ Ոնց կլինի ամեն ինչը ձրի։ Քիչ պետք է լինի։ Կներեք, դուք որտե եք աշխատում։ Որտե եք աշխատում։ Ես գնում եմ, փայտ եմ կտրում, ամեն ինչ եմ անում։ Ձրի կկտրես փայտ։ Կկտրեմ։ Հա, դե ձրի կտրի։ Ուրեմն այդ գումարի մեջ խնդրում եմ։ Մի րոպե սպասեք։ Դուք իմ պաշտպանն եք, չէ՞։ Այո, ես պաշտպան եմ։ Ես ձեր պաշտպանն եմ, ես բժշկի պաշտպանն եմ։ Բժիշկը սաղի վերահսկողն եք։ Լսեք, ասում եմ դուք որ փայտ եք կտրում, ձրի կկտրեք փայտ։ Կտրեմ։ Չեք կտրի, չեք կտրի։ Շնորհքով կկտրեմ, եթե գումարը վերցնում եմ, շնորհքով կկտրեմ։ Ոչ մեկ չեք կտրի։ Շնորհքով կկտրեմ գումարը վերցնում եմ։ Ուրիշ բան, մի րոպե։ Ես ձեր հարցը հետևյալի, եթե այդ գինը գրված է, որ կոնսուլտացիան արժի 10,000, դա ուրեմն օրինական վճար է։ Եթե չարժի, ուրեմն չէ։ Հիմա դուք որպես քաղաքացի, մենք ձեզ համար ստեղծել ենք հնարավորություն։ Ասցիք, որ աշխատում եք, 200,000 դրամ աշխատավարձ ստացողը դառնում է առողջության ապահովագրության շահառու եւ այդ որևէ վճարում ընդհանրապես որևէ Ես լսեցի, հասկացա, անգիր վարչապետ։ Ես գնում եմ, ասում եմ այդքան գումար, բայց դրա այդ գումարի հիման վրա բուժումը չի անում։ Եղբայր, դուք աշխատում եք, թե չէ։ Աշխատում եմ, անհատական եմ։ Օրա գնում ես ամ շինարարություն եմ անում ամեն ինչ։ Դե ասում եմ դուք ձեր աշխատանքը ձրի չեք անի, որովհետեւ Բայց որակով եմ անում, չէ՞, ինչ անում եմ։ Չգիտեմ, որակով եք անում, թե որակով չեք անում։ Բայց ես գնում եմ Լսեք, ասում եմ բժիշկը գրած է, որ այդ ծառայությունը արժի այդքան։ Դուք պետքա վճարեք այդքան։ Պետք է աշխատեք, մի րոպե սպասեք, ինչ եմ ասում։ Մենակ դուք եք խոսում, չեք թողում ես խոսամ, ընկեր վարչապետ։ Քանի րոպե եք ուզում խոսացեք, հետո Ես կարող եմ ձերից նստեմ ու խոսամ, հաստատ ձեզ ես խելքով կկրեմ, հաստատ։ Չեմ կասկածում։ Ընկեր վարչապետ, ես գնում եմ, ասում եմ գումարը սա է, չէ՞, ես վճարում եմ։ Խնդրում եմ, թող ինքն բարի լինի,
դրա հիման վրա նորմալ բուժում է նշանակում։ Որ բժշկից է ձեր բողոքը տվեք, մենք կստուգ ենք իր աշխատանքը։ Վարդանանց պոլիկլինիկ։ Անն Ազգանովը բժշկի ասեք, մենք կստուգ ենք իր Ես չեմ աշխատանքը։ կարող, օրը մեկի մոտ ուղարկում են ինձ։ Դե ձեր անուն ասանը կասեք, ես Կարծես նայեմ, Մովսեսյան Ռազմիկ Սահակի։ Նա պարոն Մովսեսյանի ստացած ծառայությունները ստուգ ենք, Հարգելի հասկանանք։ նախարար, խնդրում եմ դուք հատ Ստուգ ենք, արդյոք Լավ, ճիշտ չեմ- է։ Ես հիմա հասկացա, որ ձեր խնդիրը հիմնականում ծառայության գնի եւ որակի հարցն է։ հա, համկել։ Անպայման կզբաղվի։ Ընկեր Վարշապետ ջան, ինչի համար կարելի է գնալ երկու բար խոսա, ասի այդքան կարող է դուք գումար ունեք։ Հասկացանք ում։ Ես ձեր նման միլիոնավոր պրեմիաներ Հասկաց- չեմ ստանում, Հասկացանք։ Սաղից շատից կարող է շատից ես լավ մասնագետ եմ, սաղից էլ լավ մարդ եմ, բայց ես ստանում եմ այդքան, Եղբայր, իսկ ձեր մեջ լսեք։ մարդիկ կան, որ ոչ մի բան չեն անում, միլիոներ փող են ստանում, Լսեք, պետք է ստանային։ եթե դուք լավ մասնագետ եք աշխատանքի շուկայում, ուրեմն կունենայիք այնքան աշխատավարձ, որ հիմա չգայիք ասեիք, Ես այնքան լավ մասնագետ եմ եղել, այնքան մարդ եմ եղել, որ եկեք ձեզ եմ ընտրել վաղ։ հա, Դուք էլ ինձ ասեցիք, դուք եք ասել, որ ձեր նման մարդիկ պետք է տեղ ունենան, ոչ թե եսի մով ունենան։ դուք ինչ կրթություն ունեք կներեք։ միջնակարգ կրթություն ունեմ։ Ինչ եք ուզում, որտեղ եք ուզում աշխատեք։ Եք Նախարար եմ ուզում։ Հենց հիմա հա նախարար եմ ուզում։ Չեմ Որ նշանակել ամիսը ձեզ 10 նախարար։ միլիոն փող ստանամ ու ժողովրդի համար լիքը բան Լսեք, կան այդ մարդիս համար։ հիմա լսեք այդ եմ ասում, այդ նախարարը որ աշխատավարձ է ստանում, այդ նախարարը թոշակա բարձրացրել, այդ նախարարը առողջության ապահովագրություն է բարձրացրել, այդ նախարարը ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկի, այդ նախարարը զինվորականների աշխատավարձը կրկնապատկի, այդ նախարարի գործունեության շնորհիվ այսօր 700,000 դրամ ուսուցիչ կա աշխատավարձ ստացող, 700,000 դրամ զինվորական կա աշխատավարձ ստացող, այդ նախարարի աշխատանքի շնորհիվ այսօր հանրապետությունում ոչ մի սոված թոշակառու չկա։ Այդ նախարարի աշխատանքի Ես շնորհիվ մեկն ձեզ տվել եմ արդեն, հեսա տվել եմ։ Այդ նախարարի աշխատանքի շնորհիվ 2017 թվի համեմատ պետական բյուջեն 135%-ով ավելացել է։ Այդ պայերը բաներ կա, որ ասում եք, ճիշտ չի։ Որը ճիշտ չասեք։ Համարյա 90%-ը ճիշտ է։ Որը ճիշտ չի, կոնկրետ ասեք։ Ասում եք սա հասկացա։ Կոնկրետ ասեք։ Ձեր կառավարման այս անձնակազմը Մի րոպե, կոնկրետ ասեք, բոլորը որ- լավ գումար են ստանում մեր հաշվին, իմ ծնողի բան մեր այն սովորական Որ ձեր մարդիկ հաշվին իշխան են։ 2025 թվին ինչքան հարկ եք վճարել, որ մենք ձեր հաշվին ենք ստանում։ Ես արուն եմ տվես ազգի համար։ Որտեղ եք արուն տվես ազգի համար։ Որտեղ Իմ հողի համար, Որտեղ իմ Արցախի հողի համար, իմ Հայաստանի։ Հիմա հենց հիմա կճշտենք, մեր տվյալներով կճշտենք որտեղ եք արուն տվել։ Տեղը ասեք, որտեղ եք։ Ջիվոն Աբրամյանն էլ իմ Որտեղ եք արուն Մարտակերտեղ էլ եմ ելել, Աջին եղել։ Որտեղ ձեր տվյալներն ասեք, հեսա պաշտպանության նախարարությունով կճշտենք։ Զանգի։ Մովսեսյան Ռազմիկ, Լենյան ջոկատը մեղե։ Համեցեք։ Էսա կճշտենք, բայց եթե սուտ ասեք, դա հետևանք է ունենա։